was born to be free. Այսօր Մանուկ պրոջեկտը կիմանա թե ինչպես է անցնում IQ Global Center Education-ի կազմակերպած օլիմպիադան երեխաների աչքերով։ Գնացինք։ Լավ է անցնում։ Հա, գրել եք արդեն։ Լավ եմ գրել։ Լավ ես գրել դու։ Հա, այս քո որ երրորդ օլիմպիադան էր։ Երևանում երկրորդ։ Երևանում երկրորդ, դու որտեղից ես։ Ես Արտենից։ 3 օլիմպիադա եմ մասնակցել։ Հա։ Վրաստանում եւ Երևանում։ Օ, Վրաստան էլ ես գնացել։ Սուպեր չեմպիոն եմ դարձել։ Բրավո։ Լավ անցա։ Հա։ Հա։ Ինչն է Վրաստանից մեջ ամենաշատը տպավորվել։ Գեղեցկությունը։ Հա։ Շատ գեղեցիկ էր։ Շատ լավ։ Իսկ այսօրվա մասին ինչ կասես, ինչ էմոցիաներ ես զգում։ Լավ։ Հա։ Լավ ես գրել։ Շատ։ Սպասենք հաղթանակի։ Հա։ Մի քիչ լավված էի, բայց կեսում էր լավված սկորավ։ Քանի տարի է որ IQ Center ես հաճախում։ 2։ Սա քո առաջին օլիմպիադան է։ Ոչ։ 3։ Երրորդ։ Այո։ Շատ լավ։ Ունեցել ես հաղթանակ։ Այո։ Ինչ հաղթանակ ես ունեցել։ Գավաթներ։ Գավաթներ ես հաղթել։ Որտեղ էիր զբաղեցրել։ Մի հատ երկրորդ կար, մի հատը երրորդ տեղ։ Հա։ Անունը չասեցիր է։ Իմ անունը Լիլիա է։ Լիլիա ջան, դե հուսանք, որ դու հաղթելու ես, լավ։ Վերջում ես քեզ նորից կմոտենամ։ Այո։ Արդեն գրել ես, օլիմպիադային մասնակցել ես։ Ոնց ես գրել։ Սկզբում ես էլ էի լարված, բայց գիտեի, որ հաղթելու եմ։ Հեշտ է շատ, բայց մի քիչ դժվարացել եմ։ Հա, մի քիչ դժվարացել ես, ինչ որ տեղեր կար, որ դժվար էր։ Դու ո՞ր մասնաճյուղից ես IQ Center-ի։ 6-րդ։ 6-րդ, որտեղ ես ապրում։ Ջևանում։ Բարև։ Բարև։ Անունդ կասես։ Վիգեն։ Վիգեն ջան, մասնակցում ես այսօր օլիմպիադային։ Այո։ Արդեն գրել ես։ Այո։ Ինչպես ես գրել։ Դեռ չգիտենք։ Դեռ չգիտենք։ Իսկ քո զգացողությունները ինչպիսին են։ Լավ։ Ինչ էմոցիաներ ունեցար որպես առաջին անգամ մասնակցող։ Ոչինչ չզգացի։ Դու որտեղից ես։ Իջևանից։ Դու մասնակցել ես օլիմպիադային։ Այո։ Արդեն գրել վերջացրել ես։ Այո։ Ոնց ես գրել։ Շատ լավ։ Լավ է կազմակերպած տեղ ամեն ինչ։ Այո։ Ինչ որ բան կփոխեիր։ Ոչ։ Սիրում ես դու սովորել։ Այո։ Ինչն ես ավելի շատ սիրում սովորելու ընթացքի մեջ։ Որովհետև զարգացնում է ուղեղը։ Դու արդեն գրել ես գրավորը։ Ոչ։ Ուզում եմ արագ գրեմ։ Չես դիմանում։ Ոչ։ Իսկ դու ինչ օլիմպիադայի ես մասնակցում։ Մենթալ թվաբանություն։ Արդեն գրել ես։ Ինչ ես կարծում, ինչպես ես գրել։ Լավ։ Լավ ես գրել։ Հաղթանակ լինելու է եւ ինչ մրցանակ է լինելու։ Գավաթ։ Եվ նվերներ։ Նվերներ էլ է լինելու, թե չէ բոլորը գավաթից են խոսում։ Ինչ նվերներ է լինելու։ Չգիտեմ։ Չգիտես, ուղղակի ասել են որ նվերներ է լինելու։ Շատ լավ։ Ինչ ես անելու, եթե հանկարծ գավաթ ստանաս։ Պահեմ տանը։ Անունը Սլավիկ է, տարիքս 11 տարեկան։ Շատ ուրախ եմ Սլավիկ ջան։ Դու որտեղից ես եկել օլիմպիադային։ 9 մինտայից։ Ինչ էմոցիաներ ես զգում։ Չգիտեմ։ Սա քո որ երրորդ օլիմպիադան է։ Երրորդ։ Երրորդ։ Հաղթանակ ունեցել ես։ Մեկ անգամ երկրորդ կարգ եմ վերցրել։ Հասկացա։ Մենթալ թվաբանությունն է քոնը։ Հա։ Սիրում ես մենթալ թվաբանությունը։ Հա։ Ինչն է քեզ դուր գալիս դրա մեջ։ Մաններով հաշվարկ է։ Ինչ կմաղթես բալիկներին, այն բոլոր բալիկներին, ովքեր մեզ դիտում են, ինչ լավ խոսքեր կասես։ Առողջություն, երջանկություն։ Ապրես, շատ լավ։ Իսկ քեզ այստեղ դուր է գալիս, լավ է կազմակերպված։ Հա։ Ինչ որ բան կա, որ կավելացնեիր կամ կփոխեիր։ Ոչ։
Ամեն ինչ իդեալական է, հա։ Շատ լավ, դե քեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Այսօր եկել ես մասնակցես օլիմպիադային։ Որ օլիմպիադային։ Անգլերեն, Ահա։ ու ռուսերեն։ Հասկացա։ Դու որտեղից ես եկել։ Տնից։ Գաբրիելա համով էր այսօր ուտելիքը։ Հա։ Ամենաշատը ինչ է դուրդ եկավ։ Աղբաղակը։ Հասկացա։ Լավ ես գրել, թե նորմալ։ Լավ եմ գրել։ Կասես Էդուարդ, քանի տարեկան ես։ 9 Որտեղից ես։ Իջևանց Ինչպես ես գրել քո կարծիքով։ լավ Էմանուելա 12 տարեկան Իջևանից։ Լավ է կազմակերպած, քեզ ուտելիքը դուր է գալիս։ Շատ։ Ամենահամովը ի՞նչն է։ Ֆրին։ Սա ձեր որերորդ օլիմպիադան է։ 3 հատ Երևանում, 1 հատ էլ Ռուսաստանում։ Եղել է հաղթանակ կամ ինչ-որ կար։ Հա։ Որտեղ ես գրավել։ 1 հատ Ռուսաստանում, երկրորդ Ահա։ մնացածն էլ առաջի տեղ Հայաստանում։ Ապրես դու։ Այսօր ո՞նց ես գրել։ Մինչև նախավերջի էջ։ Ահա։ Քո կարծիքով այսօր ինչ-որ տեղ կզբաղեցնես։ Երևի հա։ Անունդ ինչ էր։ Մարկար։ Մարկար։ Որտեղից էի։ Արագածավանից։ Հասկացա։ Քեզ դուր է գալի IQ Center-ը։ Նորմալոտ։ Հա, նորմալոտ։ Ինչ ավելի կլավացնեիր։ Հաշվել ես արագությունս։ Անունը։ Հայկ Հայկ ուրախ ես, որ սենց հնարավորություն ունես մասնակցել։ Հա։ Ինչն է քեզ դուր գալի։ Հա որ գավաթ ենք շահում Որ գավաթ եք շահում։ Իսկ որ այսպես հավաքվել ենք երեխաներով, բոլորով եկել ենք, ուրախ է անցնում։ Նորմալ Ինչ կուզեիր այսօրվա մեջ փոխել։ Չգրենք էլի Չգրենք պրոստը Ուղղակի խաղա։ Հա Սալոմե ես ծնվել եմ Երևանում Ես Դավիթն եմ, ես էլ Էսմիածնից։ Միքայել է Միքայել, որտեղից ես։ Քանի տարեկան ես։ 5 Այսօր մեր մրցույթն է IQ Ահա։ Եվ պետքա գավաթներ ստանանք Շատ լավ։ Բոլորը ստանալու են գավաթներ։ Հա Հա։ Չի լինելու մարդ, որ գավաթ չստանա։ Չէ Հասկացա, այդ շատ լավ է։ Սա քո առաջին գավաթն է։ Չէ երրորդ Երրորդ։ Ինչ ես անում այդ գավաթների հետ։ Ոչ մի բան ես պահում եմ տանը Պահում ես։ Շատ լավ։ Ուրախանում ես, երբ գավաթ ես ստանում։ Բոլորն են ուրախանում Հա։ Ինչ էմոցիաներ ես զգում։ Ուրախություն Ուրիշ։ Երջանկություն Ինչ ես մտածում այդ բան, որ գավաթը բռնեցիր, ինչ ես մտածում։ Ես մտածում եմ որ շատ լավ է որովհետև երրորդ անգամ է որ ես արդեն ստանում եմ գավաթ ու առաջին տեղ Հասկացա։ Հիմա դու պատմի, գավաթ որ ստանաս, ինչ ես անելու։ Գալուս։ Հա։ Չգիտեմ։ Չգիտես։ Ստացել ես էլի գավաթ։ Հա Հա։ Ինչ ես արել։ Պահել եմ։ Պահել ես։ Նենց տեղ ես դրել, որ տեսնում ես։ Հա։ Հասկացա։ Իսկ դու Բուճուր, դու գավաթ ունես։ Չունես գավաթ։ Այսօր արդեն գրել ես քո օլիմպիադան։
Լավ ես գրել։ Հա։ Ինչ ես կարծում հաղթելու ես։ Ա Ինչ կմաղթես բալիկներին։ Լիքը նվերներ Բարև ձեզ։ Վրաստանից եք եկել։ Ձեզանից ամենախելացինով է։ Մեր խմբից երկուսս։ Ով։ Բոլորն էլ խելացի են։ Բոլորին հաջողություն եմ մաղթում։ Ապրես, դու ինչ կասես։ Բոլորը թող հաղթեն եւ իրենց ուզած տեղերը առնեն Ահա։ Թող տեղ առնեն եւ ուրախանան։ Ապրես, դու ինչ կասես։ Յա։ Ես շատ եմ գնացել Երևանի միջազգային օլիմպիադաներին եւ դեռևս ամենաշատը սիրում եմ Երևանի օլիմպիադաները, որովհետեւ շատ ուրախ ու կազմակերպված անցնում ամեն ինչ։ Անկեղծ ես վախենում եմ, որովհետեւ սկզբում որ ես չէի հավատում իմ ուժերին, որ ես կարող եմ, հետո որ չեմպիոն դարձա, արդեն սկսել եմ հավատալ եւ չեմ վախենում այլևս եւ հիմա վստահ եմ ես իմ ուժերին, որ անպայման կհաղթեմ։ Ապրես։ Իսկ դու։ Ես ընդհանրապես օլիմպիադաներին շատ լարված էի, բայց սա արդեն իմ 4-րդ օլիմպիադան է ու ես արդեն ինձ հավատում եմ ու չեմ լարվում։ Ես 9 տարեկան եմ եւ ապրում եմ Գոշ գյուղում։ Իսկ մթնոլորտը ոնց է։ Մթնոլորտը լավ է, Հա։ շատ են հյուրասիրությունները եւ շատ տեղեր կան, որտեղ կարող ենք մի բան շահել։ Ինչն է քեզ ոգեշնչում, որ դու այդքան խելացի լինես, մասնակցես օլիմպիադայի։ Գիտել ինձ ոգեշնչում է գիտելիքը եւ ես հավատում եմ ինձ, որ կարող եմ հաղթահարել։ Բարև ձեզ Յուլիա ջան, կասեք սա ձեր որ երրորդ կազմակերպած օլիմպիադան է։ Բարև ձեզ, սա մեր թվով 9-րդ օլիմպիադան է, որից 7-ը միջազգային են։ Ինչպես է այդ կազմակերպելու աժիոտաժը, այդ երեխաների համար մտահոգվել է, ինչ էմոցիաներ ունեք։ Անկեղծ ասեմ, երևի թե ավելի էմոցիոնալ է հենց կազմակերպել է, քան բոլոր օլիմպիադան, որովհետև երևի 3-ից 4 ամիս պատրաստվում ենք ու չնայած նրան, որ սա ինձ մեծամասշտաբ են, այս ամբողջ միջոցառումը կազմակերպում ենք ընդամենը 7-8 հոգով։ 7-8 հոգով։ Այո։ Քանիսին եք այսօր արթնացել, դուք Այսօր ասացիք։ արթնացել եմ ժամը 4-ին, որովհետև ժամը 5-ին արդեն պետք է այստեղ լինենք, որպեսզի հասցնենք դասավարենք այդ մեծամասշտաբ գավաթները եւ այն ամենը, ինչ որ նախապատրաստել ենք երեխաներին։ Իսկ ձեզ ինչն է մոտիվացնում, որ այս ամենով դուք զբաղվում եք։ Երեխաների ժպիտները, ոգևորում այն, որ իրենք հաղթահարեն Հեշտ աշխատանք է ձեր աշխատանքը։ հաճելի աշխատանք։ Ինչ կմաղթեք ձեր սաներին, ձեր բարիկներին։ Ես միշտ իմ սաներին եւ առհասարակ բոլոր երեխաներին ասում եմ, որ չվախենան, միշտ պետք է փորձել, որովհետեւ երբ որ մենք փորձում ենք, մենք արդեն հաղթահարում ենք սեփական վախերը։ Եվ ամենակարևորը ես միշտ ասում եմ, յուրաքանչյուր օլիմպիադային պետք է ստանանք մաքսիմալ հաճույք եւ փորձենք մեր մաքսիմալ ազատում։ Շատ շնորհակալ ենք ձեզ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ես Երևանից եմ, անունս Մերի է, 11 տարեկան եմ։ Շատ լավ, Մերի ջան։ Կասես այսօր որ օլիմպիադային ես դու մասնակցել։ Անգլերենի։ Ոնց գրեցիր։ Իմ կարծիքով լավ։ Ինչ ես անելու հաղթանակի թե։
Կուզեի, որ ավելի շատ իմ մասին իմանեն, որ ես որ մեծանամ, ուրիշ տեղեր կարողանամ գնամ եւ կուզեի դառնալ ինչ-որ հայտնի մարդ։ Քանի որ իմ կարծիքով, երբ որ դու հայտնի ես, քեզ ավելի ապահով ես զգում եւ ավելի շատ են քեզ սիրում եւ դու քեզ ավելի լավ ես զգում։ Ահա, իսկ քո կարծիքով ինչ պետք է մարդ անի, որ հայտնի լինի։ Մարդը պետք է սովորի, միշտ լսի մեծերի ասածներին եւ երբեք չխաբի, միշտ լինի ազնիվ։ Միշտ լինի ազնիվ։ Ապրես, որ դպրոցն ես գնում։ 125-ը։ Հասկացա։ Ոնց է այսօր քեզ համար անցնում։ Շատ լավ, չնայած եղանակին բոլոր մասնակիցները շատ շփտերես են եւ ուրախ են։ Միջոցառումը ոնց է կազմակերպած, քեզ դուր է գալիս։ Այո, իհարկե։ Հա։ Ինչ կփոխեիր այսօրվա մեջ։ Ոչ մի բան իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ է։ Ոնց եք։ Լավ, իմ անունը Ռիտա է։ Քանի տարեկան ես։ 7։ 7։ Որտեղ է քո IQ ցենտրը գտնվում։ Հյուսիսային։ Հա։ Լավ։ Իմ անունը Լուսիա, 11 տարեկան եմ։ Հաճախում եմ IQ Center-ի կենտրոնի Հանրապետության հրապարակ։ հանրապետության։ Ես իր հետ նույն IQ կենտրոնն եմ գնում։ Մենք երեքս նույն IQ-ն։ Օ, իսկ դու։ Իմ անունը Եվա է, ես 11 տարեկան եմ, մենք երեքս նույն տեղն ենք գնում։ Մենք եկել ենք հաղթահարենք ստեղ, թեկուզ չհաղթահարենք, մեր օր շատ լավ այստեղ անցնում, տարբեր խաղեր, շատ եմ սիրում օլիմպիադաներին մասնակցելը Հայաստանի։ Շատ օլիմպիադաների ես մասնակցել։ Ես շատ չեմ մասնակցել, ես շատ շուտ եմ հաճախել IQ Center Global Education։ Դե երևի 3 օլիմպիադային եմ մասնակցել Ֆրանսիայում եւ 2 անգամ Հայաստանում։ Ֆրանսիայել ես դու գնացել։ Դու եք։ Ես եղել եմ Եգիպտոսում եւ Վրաստանում։ Փաստորեն տարբեր երկրներում եք դուք եղել։ Դու ել ես գնացել որևէ երկիր։ Ես գնացել եմ Եգիպտոս եւ ոչ մի տեղ։ Օլիմպիադայով։ Օլիմպիադայով չէ։ Ընտանիքով ես գնացել Եգիպտոս։ Ապրես։ Այլ երկրներում մենք ավելի երկար ենք մնում, այստեղ ժամանակը շատ երկար է անցնում։ Ամեն ինչը այստեղ լավն է, սիրուն է, տենց հավես անցնում։ Ես էլ եմ կավելացնել։ Կավելա Այստեղ ավելի լավ։ ստեղով ես կսեի ամեն ինչով է լավ, ոնց ասեմ։ Նոր ես չէ եկել Փարիզից, Ֆրանսիայից։ Ահա, դե պատմի Ֆրանսիայից օրինակ ինչով է լավ։ Դե Ֆրանսիայում օրինակ մի քիչ կարճ էր այդ ժամանակ անցնում, այդքան հավես չէր ոնց որ Հայաստանում։ Դե մեծ տարբերություն կա։ Հա։ Հասկացա։ Իսկ ձեր կարծիքով հեշտ է կազմակերպել այսպիսի մեծ միջոցառում։ Կարծիքով ոչ, որովհետև այստեղ կան շատ մարդիկ, հազարավոր մարդիկ, որոնց կառավարելը այդքան էլ հեշտ չէ։ Կան փոքր երեխաներ, Ով է այս ամենը կազմակերպել։ ընկեր Յուլիան։ Յուլիան։ Հա։ Դու ինչ կասես, հեշտ է կազմակերպելը։ Չէ, դժվար է։ Ձեր կարծիքով ինչպես է ընկեր Յուլիան այս ահռելի աշխատանքը անում։ Ես չեմ պատկերացնում, շատ դժվար է այս ամենը կազմակերպել։ Իրոք էլ այդքան չեմ պատկերացնում, բայց նրան օգնության գալիս են ընկերները եւ ուրիշ ուսուցիչները։ Իրոք sense անհնարին է, ոնց կարելի է զբաղ կազմակերպել։ Իսկ դու ինչ ես մտածում։ Ես մտածում եմ, որ ստեղ շատ լավ է ժամը անցկացնել, որովհետև քո կողքը քո ընկերներն են։ Այո։ Եվ կարելի է գտնել ընկեր։ Դու գտել ես այսօր ընկեր։ Այո։ Ում։ Մի հատ աղջիկա անունը Լանա է։ Հա։ Լավ աղջիկ է։ Հա։ Լավ աղջիկա։ Այսօրվա ամբողջ օրվա մեջ ամենահիշվող պահը ո՞րն է։ Բոլորը հիշվող են։ Բոլոր պահերը։ Դուք ունեք մրցանակներ։
Ձեր մեջ չեմպիոններ կան։ Չեմպիոններ, երտեղ չեմպիոն։ Երեխեք բարև ձեզ։ Ինչ եք խաղում։ FK Mobile։ Ինչ։ FK Mobile։ FK Mobile եք խաղում։ Լավ խաղ է։ Ֆուտբոլը խաղում։ Ֆուտբոլ է։ Իսկ ռեալ կյանքում եք ֆուտբոլ խաղում։ Հա, ֆուտբոլի գնում եք։ Ես չեմ գնում, բայց մեր դասարանով մի հատ թիմ ենք ստեղծել, անունը Ռեսպարտակ։ Վաու, հետո։ Արդեն 13 հաղթանակ ունենք ու 3 պարտություն։ Հասկացա։ Լավ ես քեզ զգում ֆուտբոլ խաղալուց, հա։ Իսկ այստեղ ինչ եք անում։ Ստեղ ուզում ենք մեր թիմը մի քիչ ավելի բարձր անենք։ Այստեղ։ Հա։ Իսկ այստեղ այսօր ինչ ենք հավաքվել։ Ստեղ մենք օլիմպիադա ենք եկել անգլերեն, ես մաթեմատիկայից։ Դու անգլերենից։ Ես մաթեմատիկայից։ Որտեղից եք դուք երեխեք։ Ես Դավթաշենից, առաջի թաղամաս։ Առաջի թաղամաս։ Ես նույն IQ-ից ենք յար ճանաչում։ Դու անգլերենից էիր մասնակցում, իսկ դու Մաթեմատիկայից։ մաթեմատիկայից։ Ո՞նց եք գրել։ Չգիտենք, հələ որ կպարժենք։ Իսկ անհանգստություն լինում է այդ օլիմպիադայի ժամանակ, թե Չէ, вообще։ Չես ունենում հանգստություն, հեսա 5-20 պատասխանները կասեն։ Ես գավաթ չունեմ, բայց ունեմ մի հատ առաջի տեղ, մի հատ երկրորդ տեղ, մի հատ երրորդ տեղ։ ահագին տեղեր ունես։ Իսկ դու եք։ Այսօր պատրաստվում եք գավաթ տանեք։ Ինչ եք անելու, որ տանեք տուն։ Ես տանելու եմ ծնողներիս ուրախացնեմ, Աշիկ Շուխյանն 10 տարեկան տրամադրված եմ մարտական, եկել եմ գավաթ տանելու։ Բրավո, ինչ պատրաստի տեքստեր։ Իսկ դու։ Ես որ գավաթ ստանամ, գնալու եմ տուն ծնողներիս ցույց տամ, հաստատ կուրախանան ու ինձ ծնողներս ասել են, որ առաջի տեղ գրավեմ կամ երկրորդ ինձ նոր հեծանիվ են առնել։ Հեծանիվի համար հաստատ արժի չէ պայքարել։ Ողջույն։ Ողջույն։ Անունդ, տարիքդ։ Ես Մարինա եմ, 12 տարեկան, Որտեղի մասնաճյուղից է։ IQ Դավթաշեն։ Ինչպես ես գրել։ Լավ, Լավ ես գրել։ Ապրես, կարող ենք հաղթանակ սպասել։ այո, Ո՞նց է անցնում քո համար։ շատ լավ անցնում, շատ մոտիվացնող, Ինչ էմոցիաներ ես հիմա զգում, ինչն է քեզ մոտիվացնում ամենաշատը։ որ այսպիսի մրցույթի եմ մասնակցում, սա իմ երևի թվով 20-րդ մրցույթն է, շատ մրցույթների եմ մասնակցում ու ես չեմ վայվում, որովհետև ինձ համար սա արդեն սովորական է։ Հա, սա արդեն սովորական է։ Բոլոր մրցույթներդ որտեղ են եղել։ Եղել են և Երևան, և տարբեր երկրներ, Հնդկաստան, Վիետնամ, Դու գնացել ես Հնդկաստան, Վիետնամ։ շատ երկրներ եմ գնացել միջազգային օլիմպիադաներ։ Շատ խելացի ես փաստորեն։ Ո՞նց է տենց ստացվել, օրինակ, որ դու այդքան օլիմպիադայի ես գնում, այդքան խելացի ես, ինչ ես կարծում, որն է քո այդ խելացիության գաղտնիքը։ Ես հաջողում եմ արդեն մեթար թվականության 8 տարի ու իմ միակ կարգախոսն է հավատա ինքդ քեզ և շատ բարապիտ։ Ապրես, շատ լավ կարգախոս ունես, փաստորեն այդ կարգախոսը լրիվ աշխատում է։ Ինչ ձևի բալիկների համար է IQ Center-ը, ինչ ձևի բալիկներ կան քո կարծիքով։ Նպատակասլաց, խելացի, իր երազանքին հասնող երեխաներ, որոնք որ ճանապարհի կեսից չեն հանձնվում։ Ինչ կմաղթես մեր բալիկներին։ Ես իրենց կմաղթեմ, որ նրանք լինեն նպատակասլաց և պարտություններից չնեղվեն, որովհետև պարտությունն է հենց տալիս նոր փորձ, բայց ավելի իմաստուն քայլերով անել այդ ամենը։ Անգելինա, ես 6 տարեկան եմ։ Դու 6 ես, իսկ դու Արսեն անունս 6 տարեկան եմ։ 6 տարեկան ես։ Դուք ընկերներ եք։ Այստեղ եք ընկերացել, թե արդեն ընկերներ եք։ Այստեղ Այսօր Արդեն ընկերներ ենք։ արդեն ընկերներ եք։ Երկուսդ է IQ Center եք հաճախում։ Հայո, Որտեղի IQ Center-ն եք հաճախում։ Զեյթուն։ Զեյթուն, իսկ դու։ ես Զեյթուն։ Դու էլ ես Զեյթուն հաճախում, հասկացա։ Էս ինչ սիրուն է մազերդ, այսօրվա համար եք արել։ Այո, Քեզ դուր է գալիս։
Ով է մտածել այս ծանրվածքը։ Մաման։ Դու կարողանում ես հաշվել ստենց արագ։ Ես չեմ կարողանում, ինձ կսովորացնես։ Չես կարող։ Մի օր որ գամ կսովորացնես։ Մի հատ ցույց տուր։ Շատ լավ։ Հաղթելու եք այսօր։ Այո։ Ինչ եք անելու այդ հաղթանակի հետ։ Տանել եմ, դնում տանում։ Դրելու ես տանը, դու էլի ունես հաղթանակներ։ Հա։ Այո։ Որտեղ է դրված քո հաղթանակները։ Հատուկ տեղ կա։ Ինչ տեղ է կնկարագրես։ Ես դարակի գլխին։ Հարակի գլխին։ Իսկ դու ունես հաղթանակներ։ Չունես դեռ հաղթանակ։ Այսօր տանելու ես գավաթ։ Տեղ ունես որտեղ ես դնելու։ Ես 3 հատ գավաթ ունեմ, այսօր կստանամ 4-ը։ 4-րդն ես ստանալու։ Այո։ Իսկ Ֆրանսիայում ամենատպավորիչ պահը երբ ա եղել, որ շատ լավ էր ան։ Երբ որ օկեանարիումում ենք։ Ամենաշատը որ երկիրն ես ուզում գնալ։ Վրաստան։ Ողջույն։ Ողջույն։ Կենտրոն մասնաճյուղիչը։ Կասես այսօր որ օլիմպիադային ես դու մասնակցել։ Մենթալ եւ մաթը։ Շատ լավ։ Ինչպես ես հանձնել։ Ինձ թվում է լավ։ Կարող ենք սպասել հաղթանակի։ Այո։ Քեզ դուր է գալիս ինչպես է կազմակերպած։ Այո։ Ինչն է ամենից շատ քեզ դուր գալիս։ Մրցումները, որ տալիս են։ Ահա։ Լավ է, չէ՞ կազմակերպած։ Այո։ Դու ունես էլի հաղթանակներ։ Այո։ Որտեղ ունես հաղթանակ։ Առաջին։ Ինչն է քեզ ոգեշնչում։ Իմ հաղթանակը։ Ես երկու շաբաթում չարցրեցի պատրաստվել, բայց համարը սաղ գրել եմ, ինձի մնացել է ընդհանրապես հնգանի շարմանտը։ Աստորեն ամենաբարձրն է։ Երկրորդ ամենաբարձ կատեգորիան է մերը։ Դե այս մրցանակաբաշխությանը, որ հենց սին են սկսում ասել, այդ ոգ մի քիչ իմ համար անհնար է լարված չլինելը։ Որտեղը կլնես, հա։ Թես գրելուց դեռներս դողում էր ազիվ էի ապակով հաշվում։ Որ ասում են արդեն մեր կատեգորիաները սկսում ենք տեղից լարվել, իսկ դրանից առաջ որ հələ մերը չեն ասում, հələ այդքան շատ չենք լարվում, ավելի շատ որ սկսում են մեր ասել, արդեն դրանից ենք լարվում։ Մեկ է թեստ գրելուց առաջ մի քիչ։ Բոլորին հաղթում ենք հաջողություն, հուսով ենք բոլորը լավ տեղ կգրավեն։ Պարտության հետևում կանգնած է մի մեծ հաղթանակ։ Ես որ ինձ ասացին, որ դու սի ես, ես ստեղ սկսեցի շատ լարվել, բայց հետո հասկացա, որ պետք է ուժերը հավաքել ու գալ օլիմպիադա, ու ես հենց ցի կատեգորիա, հենց հասնում է ցի թեստը, ես սկսում եմ ահավոր լարվել, բայց հետո մի տեսակ սկսում է ինձի հանգստություն գալ ու ես Լարվածությունը անցնել։ հա, ու ինձի թվում է, որ ես արդեն հանգիստ եմ շատ։ Ու կարամ արդեն թեստս գրեմ, երբ որ արդեն հանգստանում եմ, տեսնում եմ, որ համարյա թե կոտորակները վերջացրել եմ։ Ու հիմա էլ սպասում եմ մրցանակաբաշխությանը։ Մրցանակ սպասում է։ Հա։ Գոնե երկրորդ տեղ կլինեմ։ Իրար հետ տարբեր երկրներ են գնացել օլիմպիադայի մասնակցել ու այդ շատ ժամանակ իրար հետ ենք հենց եղել։ Օլիմպիադաներով մոտեցել եք։ Հա։ Եթե չեմ սխալվում, ես Ռուբենի հետ բանում եմ ծանոթացել Դուբայում։ Հա։ Հոբիկի հետ էլ Հա, չէ, ես իր հետ բանում եմ ծանոթացել Ռումինիա, հա։ Մեր դասանում էլի տղա կա, որ էլի գնում է մենթալ սվաբանության, բայց ինքը ուրիշ տեղով է գնում, ոնց ասեմ, մենք մեր դասարանում անցա երկուս ենք ավելի լավ, մաթեմ եւ ուրիշ առարկաներ իմանում։ Ընդհանրապես մեկ տարի գերազանցիկ չենք եղել, երրորդ դասանում, մնացած բոլոր դասանում մենք գերազանցիկ ենք եղել։ Ես իմ դպրոցից տարբերվում եմ այնքանով, որ ես շատ երկրներ եմ եթում ու կարող եմ դասարանցիներից 1000-ից մեկը, որ իրանք ընդհանրապես մի երկիր կարող գնան ու չգնան։ Ահա։ Ես 4 տարի եղել եմ գերազանցիկ։ Հա։ Անցած տարի էլ էի գերազանցիկ ու այս տարի գերազանցիկ չեմ, որովհետև
Ռուսեն մի քիչ դժվարացա, բայց այս տարի հաստատ կլինեմ գերեզնեցիկ։ Կախված է դասատու, եթե դասատուն լավն է, երեխան սիրում է այդ առարկան ու սիրո սովորում է։ Ուսումը կարևորն է այս կյանքի մեջ։ Այդ է էլի։ Ես էլ օրինակ խաղում եմ, բայց նենց ենքան որ խփի օրինակ դասերին, մենթալին, այն որ խաղալ իր մասով, սովորել է իր մասով։ Որտեղ ինձ հիմա չկա տենց մարդ ով չի խաղում։ Չկա տենց երեխա որ չի խաղում։ Կարևորը որ ինքը չգերակշռի։ Օրինակ իմ մայրիկը ասել է, ուզում ես նույնիսկ 3-4 ժամ հեռախոս խաղալ, բայց ասել է 1.5-2 ժամ աշխատի, հետո ինչ ուզում ես արա, գնա հեծանիվ քշի, ֆուտբոլ խաղա, հեռախոսային խաղա եւ այլն։ Իսկ ինչն է այնպես անում, որ մյուս բալիկները ծուլանում են ու չեն սովորում։ Դու այդ հարցին չպատասխանեցիր։ Դա նաև կախված է ուսուցչից, կարող է նա չի սիրում իր առարկան, չի ուզում դասավանդել, բայց կա երեխան էլ որ չի ուզում սովորի, օրինակ իմ հայրիկն էլ ասել է, եթե չսովորես վատ աշխատանք կունենաս, դժվար կլինի քեզ, իսկ հիմա մենք քո համար շատ աշխատում ենք, որպեսզի դու էլ շատ լավ աշխատանք ունենաս եւ շատ բաների հասնես։ Բաթլը հաղթեցիր, ուրախ ես։ Շատ։ Բարև։ Ինչ էմոցիաներ զգացիր, որ ստացար։ Երկրորդ տեղ եմ շահել։ Հա, տխրեցիր թե ուրախացար։ Ուրախացա։ Հուզվել է։ Չէ։ Չես հուզվել։ Ամենաշատը քո մրցանակից ով կուրախանա քեզ հետ։ Բոլորը։ Ուրախ ես, թե ավելի մեծ մրցանակ էիր ուզում։ Ես ավելի մեծ մրցանակ եմ ուզում։ Հա, ունես էլի մրցանակներ։ Հա, Ինչ պետք է անես, որ մյուս անգամ ավելի մեծը ստանաս։ աշխատեմ։ Բարև։ Ինչ ես արել, ինչ քայլեր ես արել, որ սենց բան ես ստացել, բոլորը չեն ստացել։ Լավ եմ աշխատել։ Ինչ էմոցիա ես զգում։ Շատ լավ։ Ուրախացա՞ր։ Սպասում էիր, որ քեզ կտային սրան։ Ոչ։ Իսկ քո կարծիքով ինչ ես արել, որ արժանացել ես սրան։ Շատ եմ աշխատել։ Տարոն ջան, պետք է այսպես մի հատ հարց տամ։ Հն, հաղթեցիր էլի։ Հա։ Ինչ զգացիր, որ անունդ տվեցին։ Ուրախացար։ Սպասում էիր էլի։ Հա։ Որ քայլերն են, որ քեզ տարել են դեպի այս հաղթանակը։
Որ այդքան պարապել եմ, արդյունքի եմ հասել։ Կպատմես ինչ զգացիր, երբ տվեցին քեզ այս մրցանակը։ Շատ ուրախություն։ Ուրախացան։ Հա։ Ինչ քայլեր ես արել, որ արժանացել ես այս մրցանակին։ Ես ուզեցի նպատակի հասնեմ, դրեցի նպատակը ու հասա նպատակից։ Փաստորեն հաղթեցի։ Շնորհակալություն։ Ինչ ես զգում։ Հպարտություն ավելի հավատացի մեջ բարձրացա, որ ճիշտ ասեմ ընդհանրապես չէի մտածում, որ կհաղթեի։ Հա։ Այսքան երկու ամիս պարապում եմ ու ոնց երևում է անիմաստ չէր։ Ինչ զգացիր, երբ ստացար քո մրցանակը։ Շատ ուրախություն, շատ։ Հա։ Հա։ Սպասում էիր այս մրցանակը։ Հա։ Դա քո առաջին մրցանակն է, թե էլի ունես։ Առաջինն է։ Առաջինն է։ Հա։ Դե շնորհավորում եմ ես քեզ։ Ում ես նվիրում հաղթանակը։ Ծղման ռեղների ընկեր Քրիստինը։ Զգում ես։ Սպասում էիր դու այս հաղթանակը։ Հա։ Հա։ Սպասված հաղթանակ, հա։ Այդքան շատ չէ։ Այդքան շատ չէ։ Ուրիշ ինչ էմոցիաներ ես Ուրախություն։ Ուրախություն։ Ում ես նվիրում հաղթանակը։ Իմ քորիկին մեծ։ Հա։ Ապրես։ Ինչ ես զգում հիմա։ Ուրախություն։ Ուրախ ես։ Ուրիշ ինչ էմոցիաներ ես զգում։ Սպասում էիր այս հաղթանակը։ Հա։ Այո։ Ում ես նվիրում։ Ընտանիքիս։ Ապրես։ Սերտիֆիկատ եմ։ Մենակ սերտիֆիկատ տխրել ես Միքի։ Չէ։ Չէ։ Կարևորը այդ հաղթելը չի, կարևորը մասնակցելն է։ Ապրես։ Մենակ սերտիֆիկատ ստացար, գավաթ չես ստացել։ Տխրել ես։ Թե չես տխրել։ Տխրել ես։ Փող, բայց էլի կհաղթես, չէ։ Չենք հանձնվում։ Մասնակցություն այլ ոչ թե հաղթանակը։ Ապրես դու բոլոր անգամները հաղթել ես։ Ընդհանրապես մի անգամ որ առաջին անգամ մենթալի մրցույթ էի գտնում, կարգ վերցրեցի։ Ինչ ես զգում հիմա։ Ես հիմա զգում եմ մեծ ուրախություն անչափ։ Հա։ Հպարտանում ես։ Շատ։ Ում ես նվիրում հաղթանակը։ Ես պիտի նվիրենք։ Ոնց եմ նվիրում։ Ապրես։ Այս քո որ երրորդ գավաթն է։ Սա իմ 6-րդ գավաթն է։ Վեց։ Որ երկրներում ես ստացել մյուս գավաթները։ Մենակ Վրաստան եմ գնացել եւ Հայաստանում եմ մյուսները արել։ Քո կարծիքով ո՞րն է այն ամենակարևոր քայլերը, որոնք տանում են այսպիսի հաղթանակի։ Սովորելը մտածելը Ես Գոնե ցույց տուր մրցանակդ նայենք իրար հետ։ Շատ գեղեցիկ մրցանակ է։ Ապրես։ Մի հատ ասա, ուրախացել ես։ Հա։ Ուրախ ես։ Այո։ Ինչ էմոցիա զգացիր, երբ քո անունը կարդացին ու տվեցին սա։ Ուրախացա։ Ես 100-ից շատ եմ պարապել ու հաղթանակ եմ ստացել։ Ինչ ես զգում հենց հիմա, որ հաղթել ես։ Լավ է։ Սպասում էիր, որ քո անունը կտան։ Կասես ինչ զգացիր, երբ անունդ կարդացին։ Լավ բաներ։ Հա, ինչ էմոցիաներ էր, հələ անուններ տուր այդ էմոցիաների։ Ուրախացար։ Հա, շատ։ Հուզվեցիր։ Մենակ ուրախացար։ Ինչ ես կարծում, ինչ ավել բաներ ես դու արել, որ դու արժանացել ես դրան։ Արագությունս եմ մարանել։ Ինչպես։ Արագությունս եմ արագացրել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ եք զգում, ուրախ եք։ Այո։ Հաղթեցի։ Հաղթեցի։ Սպասում եք։ Հա։ Ուրախացա։ Այո։ Լիքը քայլեր եմ արել, որ ես այս մրցանակին հասնեմ ու ես այս ամենամեծ մրցանակը վերցնեմ։ Ինչ կբացատրես չեմպիոնի ու սուպեր չեմպիոնի տարբերությունը։ Կոնկրետ մաթեմատիկայի օլիմպիադայի ժամանակ չկար չեմպիոն ու սուպեր չեմպիոն, կար մասնակիցներ ու այն երեխեքով որ հաղթանակ են արժանացել։ Ահա։ Այդտեղ։ Ու դու հաղթանակի ես արժանացել։
հասկացա։ Ինչ քայլեր ես արել, ինչ քայլեր ես ձեռնարկել, որ հասել ես այդ հաղթանակին։ Դե բավական փոքր տարիքից զբաղվել եմ մենթալ մաթեմատիկայի տենց անբաժան մասն ունի, որտեղ մաթեմատիկան հիմնված է թվաբանության վրա։ Բացի դրանից բավական երկար ժամանակ պարապել եմ, որ ընդունել եմ երազանքի դպրոց, չի ստացվել, բայց ուրիշ դպրոց եմ ընդունել։ Հա, որ երազանքի դպրոց։ Ցանկացել եմ ընդունվել ֆիզմատ, բայց ընդունվել եմ շիրակացի։ Իսկ հիմա հավանում ես քո դպրոցը։ Շատ։ Դե լավ է, դե թող սա քո ամենափոքր հաղթանակը լինի, թող գնալով ավելի մեծ ու ավելի մեծ հաղթանակներ լինեն քո կյանքում։ Շնորհակալություն։ Օլիմպիադա ու չեմպիոն եմ դառել։ Դու չեմպիոն ես։ Բա շուտ ասա, այսինքն մեկ անգամ արդեն չեմպիոն դարձել ես։ Տարել ես այդ գավաթից։ Ինչ էմոցիաներ ես զգացել, երբ չեմպիոն ես դարձել։ Ուրախ էմոցիաներ եմ ստացել։ Այդ վարքյանին ինչ էիր զգում, լաց եղել ես։ Որտեղից ես։ Ջավախեցից։ Ահա։ Մինոսինդայից։ Ինչ զգացիր այն պահին, երբ ստացար ես մրցանակը։ Շատ ուրախ էի, մտածում էի, որ երրորդ տեղ եմ առնելու ենա չեմպիոն դարձա։ Ավելի լավ բան եղավ, չէ՞։ Ով է ուրախանում ես մրցանակիդ համար, բացի քեզանից։ Նիկս։ Իսկ ինչ քայլեր ես արել, որ հասել ես այս մրցանակին։ Սաղ օրը պարապում եմ մայրիկիս հետ ու էս էլ արդյունքը։ Շատ լավ, իսկ դու ինչ կասես։ ես ինչ ասեմ, ես հավարդեմ, իմ դանեցունցից մեմարիզդեն ու գոնե երկրորդ եմ առել։ Անսպասելի է շատ, ինձ համար շատ ուրախ եմ։ Դե շնորհավոր։ Բայց չի հավատում, որ ես առաջի տեղ էի։ Իսկ հիմա։ Հիմա արդեն հավատում եմ, որ առաջի տեղ եմ։ Այս ում հաղթանակն է։ Քո։ Դե պատմի, ինչ զգացիր, երբ անունդ հայտարարեցին ու տվեցին այս մրցանակը։ Ուզվեցի։ Շատ։ Դրանից առաջ լացում էի, որովհետև չէի հաղթելու, բայց հետո արդեն որ իմ անուն տվեցին, ուզվեցի։ Ես թեստի մեջ լիքս ճշտեր եմ արել և ստացել եմ սուպեր չեմպիոնի գավաթը։ Սուպեր չեմպիոնը ինչով է տարբերվում չեմպիոնից։ Շատ մեծ շատ մեծ հաղթանակով։ Լավ, մերսի։ Դե պատմիր։ Իրականում ես մտածում էի առաջի տեղ, բայց ցավոք երրորդ տեղ։ Եվ ինչ էմոցիաներ են։ Իրականում լավ, մի փոքր հպարտ։ Ուրախ եմ։ Այսինքն կապ չունի առաջին տեղ, թե երրորդ միևնույնն է ուրախանում ես։ Այո։ Որ քայլերն են քեզ տարել դեպի այս հաղթանակը։ Ամենաառաջին քայլը դա իհարկե աշխատասիրությունն է, եւ երկրորդը երևի իմ ծնողներս, որ ինձ միշտ ոգեշնչել են եւ մոտիվացրել են։ Здравствуйте. Ну, какие эмоции? О, я потрясен. Да? Ты ждал? Нет. Ты вообще не ждал? Нет. И что ты скажешь? Какие шаги были сделаны для того, чтобы ты получил эту награду? Тренироваться. Что еще? Все. А какие трудности? Нету. Ты прилетел из России Да. специально для Олимпиады? Да. А почему в этот раз не ждал? Ну, готовился плохо. Да? Ну вот видишь. Ну поздравляю. Спасибо. Պետք է շատ աշխատես, որ դառնաս սուպեր չեմպիոն։ Ես այդքան լավ չէի աշխատել, շատ կարողացա դառնալ Բայց դարձար չեմպիոն երկրորդ տեղ։ Իսկ ինչ զգացիր այդ պահին, որ անունդ տվեցին։ Ես հասկացա, որ պետք է ավելի շատ աշխատեմ, որ ասում սուպեր չեմպիոն դառնամ։ Ես հաղթեցի չեմպիոն առաջին տեղ, ես շատ ուրախ էի, ու ես շատ էի պատրաստվել, ինձ թվում է ես արժանի էի այս գավաթին։ Ես իրականում նորից շատ լարված էի, բայց երբ որ իմ անունը տվեցին, ես հանգստացա ու արդեն հասկացա, որ պետք չէր լարվել։ Շատ լավ էր։ Շատ լավ էր։ Սպասում էիր, որ տալու են քեզ մրցանակ այսօր։ Այո։ Այո։ Իսկ երբ անուն ազգանունդ կարդացին, ինչ զգացիր այդ վարքյանին։
Ես զգացի, որ եթե շատ ենք պարապում, մենք միշտ հաջողություն ենք ունենում։ Երբեք չեմ դադարել աշխատել ու միշտ հավատացել եմ ինձ։ Ապրես, հավատը շատ կարևոր է, չէ՞։ Իսկ ինչ կասես այն բալիկներին, ովքեր սենց մեծ հաղթանակներ դեռ չեն ունենում ու տխրել են այսօր։ Ես կասեի նրանց, որ միշտ պարապեն, որ լավ արդյունքներ ունենա։ Ինչ զգացի։ Հիացմունք։ Որ քայլերն են քեզ տարել այս հաղթանակին, ինչ ես քո կյանքում արել, որ ամեն օր սենց հաղթանակներ ես։ Ես աշխատել եմ մայրիկիս հետ 7 տարվա տանջանք։